Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Այս մասին Էստոնիայում վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են եւ հիմնվելու են փոխադարձ շահերի վրա։ Հաճախ հնչում են արտահայտություններ, որոնք ճիշտ չեն արտացոլում իրականությունը։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Մենք ուզում ենք ավելի լավացնել մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ։ Եվ իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Սպուտնիկ Արմենիայում տրված գրավոր պատասխանից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ազգային ժողովում Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը, նշելով, որ հայկական բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը եւ Միխայիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական ու տնտեսական սերտ կապերը։ Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ գործակցության համար։ Հայաստանը Վրաստանի համար կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատարների եռյակում է, ասել է Վրաստանի նախագահը։ Մինչդեռ Վահագն Խաչատուրյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիսվել է Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով եւ շնորհակալություն հայտնել Ալիևին։ Բաքվում պայմանավորվածություններ ձեռք բերեցինք եւ փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Այս ուղևորությունը վստահության, ամրապնդման եւ գիտական, տնտեսական, մշակութային եւ պաշտպանական համապարփակ գործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է, գրել է Փեզեշքյանը X սոցցանցում։ Ապրիլի 28-ին Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև սպաներ Հայաստանից։ Այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։ Աղբյուրի փոխանցմամբ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։ Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում վրացական կողմի ղեկավարությամբ, ասված է վրացական կողմի հաղորդագրությունում։ Ջերմ ու լայն ժպիտով են Բաքվից Իրանի նախագահի այցի առաջին կադրերը։ Մասուդ Փեզեշքյանը աշխատանքային այցով Ադրբեջան է գնացել Ալիևի հրավերով։ Հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մինչև 25-ից 27 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի փոխըմբռնման հուշագիր, 25-ից 26 թվականներին տրանսպորտային ոլորտում համապարփակ գործակցության վերաբերյալ, ելի մի քանի փաստաթղթեր մշակութային ու ԶԼՄ-ների ոլորտային գործակցության մասին։ Նաև լրագրողների հետ են հանդիպել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Միասին մենք կարող ենք խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում եւ լուծել մեր խնդիրները, ասել է Իրանի նախագահը, ձևակերպել Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է, շարունակել, թե Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։
Երկու կողմից էլ մենք հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ եւ բարեկեցիկ կյանք։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է խոսել նախագահ Ալիևը, նշել, թե այն մեծ օգուտներ կբերի մասնակից կողմերին՝ Ադրբեջանին, Իրանին ու Ռուսաստանին։ Այսօր իհարկե մենք քննարկեցինք եռակողմ համագործակցության նախագծեր, դրանց թվում բնականաբար հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում։ Ճանապարհ բացելու մասին Փեզեշքյանը խոսել էր, ադրբեջանական ASTV-ին տված հարցազրույցում նշել, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով եւ աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա, թերևս նկատի ունենալով միջանցքի մասին ադրբեջանական պատկերացումներն ու ձգտումները։ Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ առնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք եւ հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի։ Հետո Փեզեշքյանը նշել էր, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է, ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային եւ տնտեսական կապերի ամրապնդմանը, Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհն էլ, որ Թեհրանը Բաքվին առաջարկել է, արդեն կառուցման փուլում է։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական եւ երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Դիվանագիտական մեղմ ակնարկներով եւ նաեւ կոնկրետ ձևակերպումով Բաքու գնաց Իրանի նախագահը, ըստ էության թունդ ընդգծելով դիրքորոշումները, միևնույն ժամանակ հավանաբար կարևոր ուղերձները Իլհամ Ալիևին հասցնելով։ Ֆրանսիայի Մեծ Արևելք մասոնական կազմակերպության ղեկավարն է մեծ վարպետը, ոսկեգույն թելիկներով դեկորը նրա հանդերձանքի մի մասն է, միայն ամբողջական է դառնում գոգնոց ձեռնոցներով։ Ça c'est le décor du grand maître. 200 տարուց ավելի է, որ այս կազմակերպության մեծ վարպետները սա կրում են։ Մեր կազմակերպության նոր անդամները տարբեր դեկորներ են կրում, աստիճանակարգի փոփոխության ընթացքում այս դեկորներն էլ են փոխվում։ Դեկորը, որ հիմա դուք տեսնում եք մեծ վարպետի դեկորն է, միայն մեծ վարպետն իրավունք ունի կրել նման դեկոր։ Կազմակերպությունը ոչ միայն Ֆրանսիայում է գործունեություն ծավալում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում սերտ հարաբերություններ ունի նաև Հայաստանի իրենց կազմակերպության անդամ եղբայրների ու քույրերի հետ։ Նրանք ամեն տարի ավանդաբար ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս տարի մի քանի օր ուշացումով բարձրացան Ծիծեռնակաբերդ տեխնիկական խնդիրների պատճառով։ Alors il y a deux Իրականում ապրիլի 24-ին Երևանում չլինելու հիմնական պատճառը այն է, որ մեր կազմակերպությունը առաջին անգամ Փարիզում մասնակցեց ապրիլի 24-ի ցեղասպանության հիշատակի արարողություններին, եւ մեր կազմակերպությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ բոլորի հետ համատեղ մասնակցեց այդ արարողությանը։ Դա էր պատճառը, որ ապրիլի 24-ին չկարողացանք գտնվել Ծիծեռնակաբերդում։ Մեզ համար լավ ավանդույթ է դարձել, որ կարողանանք ապրիլի 24-ին այցելություններ կազմակերպել Հայաստան, որպեսզի մեր համերաշխությունը բերենք եւ դատապարտենք հայոց ցեղասպանությունը։ Մեծ Արևելքը ինչ է պատրաստում անել Հայաստանի համար։ Նիկոլա Պենին այսպես պատասխանեց. իրենք երկու ուղղությամբ առաքելություն ունեն Հայաստանում։ Ծրագրեր են իրականացնում ամենատարբեր ուղղություններով, այդ թվում նաեւ հումանիտար առողջապահության ոլորտներում։ Նախատեսվում է մեծ վարպետի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը գնալով ծրվում է։ Խավաջա Ասիֆը Պակիստանի պաշտպանության նախարարը չի բացառել պատերազմի հնարավորությունը։ Նրա տեղեկացման Պակիստանի զինուժը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի։ Նախարարը նշել է, որ երկրի միջուկային զինանոցը կօգտագործվի միայն այն դեպքում, եթե իրենց գոյության ուղղակի սպառնալիք լինի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարած զինադադարը մանիպուլյացիայի հերթական փորձն է, որը նպատակ ունի Ռուսաստանի համար լռություն ապահովել զորահանդեսի ժամանակ, հայտնել է Զելենսկին։ Մենք գնահատում ենք մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները։ Այդ պատճառով մենք կարծում ենք, աշխարհը կարծում է, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա, եւ կրակը պետք է դադարի ոչ մի քանի օրով, որպեսզի հետո նորից սպանեն, ասել է Զելենսկին Ուկրաինայի բնակիչներին ուղված ուղերձում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման առաջին 3 ամիսների ընթացքում առնվազն 121,000 պետական աշխատող է հեռացվել աշխատանքից։ Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, աշխատակազմի ձևավորմամբ զբաղվող ընկերության տվյալների համաձայն կրճատված պետական ծառայողների թիվը կարող է հասնել 280,000-ի։ Աշխատողների կրճատումները ամենաշատը հարվածել են Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությանը։ Ամիսներ տևած կրճատումներից հետո Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է USAID-ի փակման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը պահանջում է բեռնատարների վարորդներին վարժ խոսել անգլերեն, հայտնել է CNN-ը։ Փաստաթղթում միջոցը նկարագրվում է որպես անվտանգության անվիճելի պահանջ պրոֆեսիոնալ վարորդների համար։ Իմ վարչակազմը կկիրառի օրենքը պաշտպանելու բեռնատարների, ամերիկացի վարորդների, ուղևորների եւ այլոց անվտանգությունը, այդ թվում կիրառելով անվտանգության կանոնակարգեր, որոնք երաշխավորում են, որ ցանկացած մարդ, որ վարում է առևտրային մեքենա, պատշաճ պատրաստվածություն ունենա եւ տիրապետի մեր ազգային լեզվին, անգլերենին, նշվել է հրամանագրում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել Կանադայի դաշնային ընտրություններում։ Հարցումների ավարտից հետո կանխատեսվում էր, որ լիբերալները կստանան խորհրդարանի 343 տեղերից ավելին։ Թրամփի գործողությունները զայրացրին կանադացիներին եւ խթանեցին ազգայնականության ալիք, որն օգնեց լիբերալներին շրջել ընտրությունների սցենարը եւ 4-րդ անգամ անընդմեջ պահպանել իշխանությունը։ Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ Ըստ հրապարակման Իրանի ներքին գործերի նախարարը եւ Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակը հաստատել են, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Նրանք հավելել են, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավորներ դեռևս բուժում են ստանում։ Խոսնակը նշել է, որ մաքրման եւ փլվածքների հեռացման աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին։ Իսպանիայում ապրիլի 29-ի առավոտյան սպառողների 99.95%-ի մոտ վերականգնվել է էլեկտրականությունը։ Պորտուգալիայում հայտնել են 89 ենթականից 85-ի աշխատանքի վերսկսման մասին։ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայի որոշ շրջանների էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների առաջացման պատճառը կարող է լուծվել 1 շաբաթվա ընթացքում։ Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Եվ այսպես 3 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 4 անձի նկատմամբ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ տնային կալանք, բացակայելու արգելք եւ գրավ, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք, 14 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ցանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 57-50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է։ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունում որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Շաքարային դիաբետի պատճառով օրգանիզմում առաջացած ֆունկցիոնալ խանգարումն այն աստիճանի չէ, որ հանգեցնի հաշմանդամության կամ կենսագործունեության որևէ սահմանափակման։ Միասնական սոցիալական ծառայությունն այս հիմնավորմամբ է մերժել մանկական դիաբետ ունեցող մի շարք քաղաքացիների հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը։ Կառույցի պաշտոնյան պարզաբանում է, չկա իրավական այնպիսի դրույթ, որը հստակորեն սահմանում է, թե հիվանդության առկայության դեպքում պետք է առանձին մեխանիկորեն հաշմանդամության կարգ տալ։ Օրենքի փոփոխության արդյունքում մենք ունենք հստակ հաշմանդամության սահմանում։ Եթե կա որևէ խնդիր, որը բերել է ֆիզիկական, հոգեկան, զգայական խանգարման, այդ դեպքում քննարկվում է հաշմանդամության սահմանման հարցը։ Ունենք 132 հաշմանդամություն ունեցող երեխա եւ մեծահասակ, այսինքն այն միտքը շաքարային դիաբետով, առաջի տիպով, այսինքն այն միտքը, որ հաշմանդամություն չի սահմանվում առաջի տիպի շաքարային դիաբետ ունեցողներին, դա իրականությանը չի համապատասխանում։ Միասնական սոցիալականի պաշտոնյային տեղում են հակադարձում կոնկրետ օրինակներ բերում, հիվանդության բարդացում ունեցողներն էլ մերժման պատասխան լավագույն դեպքում էլ 20%-ի գնահատական ստացել։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչը նաև ընդգծում է, անգամ կան դեպքեր, երբ նույն օրենքի փոփոխությունից հետո
միևնույն էպիկրիզով մի տարի կարգ սահմանվել է, մյուս տարի ոչ։ Բոլորս գիտենք, որ տիպ 1 շաքարային դիաբետը դա այն հիվանդությունն է, որ քրոնիկ է, ենթաստամոքսային գեղձը վերականգնման ենթակա չէ, եւ եթե ընթացքը չհսկվի եւ տվյալ պացիենտը բուժառուն չունենա արտոնություններ, անվճար բուժ սպասարկման, բուժ պարագաների մասով եւ մնացած այլ արտոնությունները, որը սահմանվում է հաշմանդամության, մենք շատ կունենանք բարդություններ։ Շատ կունենանք բարդություններ, ինչը բուժելը պետության համար շատ ավելի թանկ է, քան կանխարգելելը։ Ես համամիտ եմ ու ողջունում եմ այն գաղափարը, որ պետք է արտոնությունները, ծառայությունները այնպիսի ծավալով մատուցվի, առաջի ոչ միայն շաքարային դիաբետ ունեցող անձանց, ընդհանրապես որևէ հիվանդություն ունեցող անձի ծառայությունները պետք է այնքան մեծ ծավալի եւ ճիշտ կազմակերպի, որպեսզի անձը հաշմանդամություն ունեցող անձ չդիտարկվի հետագայում։ Այսինքն մենք խոսում ենք բժշկական կանխարգելման մասին, որը որ միասնական սոցիալական ծառայության գործառույթ չի։ Դատարաններում ի դեպ 2023 թվականից սկսած միասնական սոցիալականի 10 որոշում է վիճարկվել, 5 հայց մերժվել է, եւս 4-ի դեպքում հայցվորները շահել են, սակայն ծառայությունը վճռաբեկ է հասել, մեկն էլ ընթացքի մեջ է դեռ։